Ստի բացահայտման ունիվերսալ միջոց է, երբ դիմացինը ամեն գնով հարցի չի պատասխանում։ Եթե դուք եք մտածում, որ մարդկանց սխալ եք ճանաչում, որ մարդկանց ուշ եք ճանաչում, ուրեմն այս հաղորդումը հենց ձեզ համար է։ Եթե օրինակ ամուսինը կասկածում է կնոջը, բայց կինը դեռ չգիտի, ու երբեմն դիմում են ինձ, բայց ես ուղղորդում եմ իմ մասնավոր գործընկերներին, դետեկտիվ գործընկերներին։ Մարմնի կառուցվածքը կապված է մարդու վարքի հետ։ Օրինակ այս ծնոտային հատվածը արտահայտված է, շրթունքները նեղ, աչքերը ներս ընկած, այլ հասարակությունը բնորոշ է երկու հոգետեսակ, շատ ավելի բնորոշ, շատ արտահայտված։ Դրանք կոչվում են պայմանական տերմիններով հիստերոիդ, ցուցադրական, հա, եւ էպիլեպտոիդ, բռնկուն։ Ես ասում եմ, օրինակ, իմ համար խաղացությունը շատ կարեւոր է, ու զայրույթի այս կռվելու ժեստն ենք անում։ Իհարկե, սա խոսում է այն մասին, որ անհամապատասխանում է ու այստեղ ինչ-որ մի բան այն չի։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Եթե դուք եք մտածում, որ մարդկանց սխալ եք ճանաչում, որ մարդկանց ուշ եք ճանաչում, ուրեմն այս հաղորդումը հենց ձեզ համար է։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին հոգեբան, պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի հետ ենք։ Բարև ձեզ։ Ողջույն, Անժելա։ Ինչ է պրոֆայլինգը։ Պրոֆայլինգը դա առանձին մոդել է, առանձին ճյուղ է, որ ուղղված է մարդու վարքի վերլուծությանը եւ կանխատեսմանը։ Դա ինձ գալիս է պրոֆիլ բառից, նկարագիր բառից, երբ մոտավորապես 70-ական թվականներին ԱՄՆ-ում երբ փորձում էին բացահայտել սերիական սպանությունները, այդ ժամանակ ստիպված եկան այն սովորական օպերատիվ հետախուզական միջոցառումները չէին օգնում, սերիական մարդասպանները, ովքեր կատարում են 3 եւ ավելի տարբեր մարդկանց սպանություն, որպեսզի նրանց կարողանային բացահայտեն, ստիպված էին նրանց հոգեբանական նկարագիրը կազմել, այսինքն հասկանալ թե ինչ առանձնահատկության մարդ պիտի լինի, որպեսզի կատարի այսպիսի սպանություն։ Եվ այդ պրոֆիլ կազմելու հետազոտությունը, որը մասնավորապես FBI-ի վարքիվետության բաժնում էր, Ջոն Դուգլասը եւ Ռոբերտ Ռեյսլերը, նրանք կրիմինալիստ հոգեբան պրոֆայլերներ էին։ Նրանք կազմեցին հենց այդ ընդհանուր մեթոդիկան, թե ինչպես կարելի է մարդկանց պրոֆիլ կազմել, հնարավոր հանցագործի նկարագիրը կազմել, որպեսզի կանխատեսել, թե ինքը որտեղ կնի հաջորդ քայլին, ինչպես բացահայտել։ Բայց ժամանակի ընթացքում պրոֆայլինգը դուրս եկավ կրիմինալիստիկայից, մտավ բիզնես, երբեմն քաղաքականություն, հետախուզություն, ընդհանուր կորպորատիվ ոլորտ եւ սկսեց մարդկանց աջակցել, օգնելով հասկանալ եւ կանխատեսել այլ մարդկանց վարքը։ Այ ովքեր են ձեզ հիմնականում դիմում, խոսեցիք բիզնեսմենների, քաղաքական գործիչների մասով, սովորական մարդիկ առօրյա իրենց հարցերով դիմում են, թե հիմնականում այդ ոլորտի ներկայացուցիչները։ Սովորական մարդիկ մեծ անհրաժեշտություն չունեն։ Հիմնականում դա լինում է կազմակերպություններում, որտեղ կամ լինում է որոշակի օրինակ գողություն, կամ ինչ որ մի իրադարձություն, որը ցանկալի է բացահայտել եւ իրավապահ մարմիններին չեն ցանկանում հրավիրել, այլ պրոֆայլների են հրավիրում, ով հարցազրույցի միջոցով ընդհանուր վերլուծություն է անում եւ ասում է, թե ով կապ ունի ինչ որ իրադարձության հետ, գողության հետ օրինակ։ Բանակցությունից առաջ երբ անհրաժեշտ է վերլուծել հնարավոր անձի հոգեբանական նկարագիրը, մյուս կողմի, որպեսզի հասկանաս ինչ առաջարկես նրան, որպեսզի հասկանաս ինչ կարող ես նրանից սպասել։ Շատ ժամանակ լինում է դիմում են ամուսնական զույգից ինչ որ մեկը մյուս կողմի հավատարմության հետ կապված հարցերի շուրջ, բայց սովորաբար ես չեմ վերցնում, չեմ զբաղվում այդպիսի գործերով, դա բավականին զգայուն է, այսինքն օրինակ կինը կամ ամուսին դավաճանել է թե չէ։ Պրոֆայլինգը շատ լավ օգտագործվում է HR ոլորտում, ընդհանուր մենեջմենտի մեջ, որովհետև օրինակ HR ոլորտում պիտի հասկանաս քո աշխատակիցների կամ քեզ հետ աշխատողների հոգեբանական նկարագիրը, հասկանաս նրանց թույլ ուժեղ տեղերը, ինչ կարելի է սպասել, ինչպես կարելի է կանխատեսել, զարգացնել, կարիերային զարգացում իրականացնել, այդ իսկ պատճառով այդ ամենը անհրաժեշտ է պրոֆայլինգի ոլորտում։
Այ ասացիք, որ լինում է նաև որ կինը կամ տղամարդը դիմում են, գանք մի քիչ ավելի մեր հաղորդման ոճին բնորոշ ոլորտ, հա, դիմում են որպեսզի պարզեն ամուսինը թե կինը դավաճանել են թե ոչ։ Այ ինչպես պետք է պարզեք դուք։ Պետք է այդ մարդու հետ հանդիպեք ու մեկ հանդիպումը հնարավոր է մարդու վարկային նկարագրության համար, թե լուսանկարի միջոցով էլ հնարավոր է։ Դա լինում է երկու ձևով։ Եթե օրինակ ամուսինը կասկածում է կնոջը, բայց կինը դեռ չգիտի, նո երբեմն դիմում են ինձ, բայց ես ուղղորդում եմ իմ մասնավոր գործընկերներին, դետեկտիվ գործընկերներին, ովքեր մասնավոր հետախուզությամբ են զբաղվում։ Ես իրենց եմ ուղղորդում սովորաբար, բայց եթե արդեն իրանք իր հետ սկսել են զրուցել այդ թեմայով եւ կինը ասում է խնդիր չկա, ես ամեն ստուգման համաձայն եմ գնալ, այդ հիմնականում ամուսինը առաջարկում է կամ պոլիգրաֆով հետազոտություն, նույն դետեկտորը լժի, ասացի դետեկտոր, որ ասում են։ Ձեզ մոտ կա։ Ես համագործակցում եմ այնպիսի գործընկերների հետ, ովքեր անցկացնում են նույն պոլիգրաֆով հետազոտություն։ Սարքերը։ Իհարկե 99%-ից ավել դրանք մեծ հավանականություն են տալիս ճշգրտությանը։ Կամ եթե պոլիգրաֆով չեն անցկացնում, մենք ենք զրուցում եւ զրույցի միջոցով փորձում ենք հասկանալ, բայց սովորաբար ես չեմ վերցնում այդպիսի գործեր, որովհետեւ դրանք շատ անկախատեսելի է դրա զարգացումը։ Պատկերացրեք օրինակ ասացիր, ամուսնուն ասացիր, կինը խոստովանեց։ Կարողացար խոստովանություն դուրս բերել, ոչ միայն հասկացար, նաև կարողացար խոստովանություն դուրս բերել։ Ինչ ես անելու։ Ամուսնուն ինչ ես ասելու։ Ու հետո ինչ է լինելու։ Ձեր դեպքում ինչպես է, օրինակ մարդկանց հետ շփվելուց հիմա մենք առաջին անգամ ենք հանդիպել, մինչ այդ խոսել էինք, պայմանավորվել էինք հաղորդման հետ կապված, բայց երբ որ դուք հանդիպում եք նոր մարդու, արդեն ինտուիցիայով սկսում եք նրա վարքային հոգեբանությունը կազմել, չէ՞։ Ինչ է նշանակում ինտուիցիա։ Շատ մարդիկ ովքեր հոգեբան չեն պատկերացնում սովորաբար ոչ մասնագետները, որը շատ նորմալ է որ չհասկանան, տալիս են մոգական միստիկ բացատրություններ, այդ որ նաև երազին, ինտուիցիային, բայց դա չունի մոգականություն, այն ունի հստակ առանձնահատկություն։ Ինտուիցիան մեր չգիտակցված միտքն է, այսինքն երբ անգիտակցական աստիճանում արդեն վերլուծվել է վերաբերմունքը, բայց դա նախագիտակցություն է գտնում, գիտակցությունը դեռ չի տեսնում այն, չի հասկանում։ Երբ դու զգում ես ինչ-որ բան, բայց չես կարողանում արտաբերել, չես կարողանում գիտակցել, հասկանալ։ Դրան մենք անվանում ենք ինտուիցիա, բայց դա այդ ինֆորմացիան մեր անգիտակցական հատվածում արդեն իսկ մշակվել է։ Իհարկե, սա շատ դեպքերում օգնում է, բայց մենք հիմնվում ենք ոչ ինտուիցիայի վրա, այլ հստակ նշանների վրա, որովհետև կսխալվես, եթե առաջնորդվես ինտուիցիայով։ Իհարկե, մասնագետի մոտ զարգանում է ինտուիցիան։ Բայց այն, ինչպես Կանեմանը ասել է, պատկանում է մտածողական առաջին համակարգին, այսինքն ավտոմատ մտածողությանը, որ մենք տպավորություն ենք ձեռք բերում տվյալ անձից, որը կարող է հավաստի չլինել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերլուծել, հասկանալ, ինչին ենք ուշադրություն դարձնում, ինչը նշանակում սովորաբար վարքի լավ պրոֆայլը ինչից է կազմված։ Այն հիմնականում կազմված է մարդու հոգեբանական նկարագիրը կազմելուց եւ կանխատեսելուց։ Դրա նպատակը դա է վերջինիս կառուցվածքը մարդու ոչ վերբալ վարքը ուսումնասիրելն է, ժեստերը, դիմախաղը, ձայնի առանձնահատկությունը, խոսքը վերլուծելը, որը շատ կարևոր է, ուսումնասիրել նրա հոգեբանական առանձնահատկությունները, ինչ արժեքներ ունի, ինչ համոզմունքներ ունի բնավորության, ինչ գծեր ունի, հուզական ինչ առանձնահատկություն ունի, մտածողության ոչ ինչպես է։ Նաև ուսումնասիրում է արտաքին տեսքը, ինչպես է մարդը հագնվում, հա, ինչպես է օրինակ կինը շպարվում կամ ազերի ձև, ինչպիսին է։ Ինչպես նաև ուսումնասիրում ենք մարմնակազմաբանությունը, որովհետև մարմնի կառուցվածքը կապված է մարդու վարքի հետ, բնավորության հետ եւս կապված է նաև վարքի հետ։ Նաև ուսումնասիրում ենք դեմքի ձևը։ Օրինակ, ատլետիկ կառուցվածքով անձինք, ովքեր ունեն միջին եւ բարձր հասակ, նրանք ֆիզիկապես ամուր կառուցվածք ունեն լայն ուսեր, հա, դրան գիտնականները անվանել են ատլետիկ, այսինքն ուժեղ կառուցվածք ունեցող, ովքեր հիմնականում ունեն նաև դեմքի որոշակի առանձնահատկություն, սպეციფიկ առանձնահատկություն։ Օրինակ, այս ծնոտային հատվածը արտահայտված է, շրթունքները նեղ, աչքերը ներս ընկած, հա, ներս ընկած, այսինքն մեծ ճակատային հատվածով ընդհանուր դեմքը խոշոր։ Սա չի կարող իր հետքը չթողնել վարքի վրա։ Այ ինչ կասեք, օրինակ։ Վերջինիս բնութագրական է, իհարկե, վերջինիս բնութագրականը ավելի կարգապահությունը, համառությունը, կոպտությունը, ագրեսիան, վերահսկողության ձգտումը, պերֆեկցիոնիզմը, մանրախնդրությունը, բծախնդրությունը, իմպուլսիվությունը։
Այ ասում են նաև, որ բարակ ժողովրդերով մարդիկ ավելի կեղծավոր են, ավելի չկա այդպիսի կորելացիա։ 3000 տարի եւ ավել ուսումնասիրել են ֆիզիոգնոմիկա հասկացությունը։ Այն որպես այդպիսի միշտ կեղծ է եղել։ Չի աշխատել պրակտիկայում, բայց դրա մասին այդ ամենի համադրությունը, հա, պետք է համադրությունը միայն հետեւյալ համատեքստում։ Միայն ձևը, օրինակ շրթունքները նեղե դա ինչ է նշանակում, դա ոչինչ չի նշանակում։ Աչքերը ներս են ընկած, դա ոչինչ չի նշանակում։ 3000 տարի եւ ավել ուսումնասիրել են ֆիզիոգնոմիկա, Արիստոտելն է նույնիսկ դրա մասին խոսել, հա։ Նա ասում էր օրինակ, եթե պարանոցը ցուլի նման ամուր է, խոշոր է, ուրեմն նա ունի ցուլի համառությունը։ Եթե պարանոցը բարակ, երկար է, արագելի նման, նա ունի նրբանկատություն, հուզականություն եւ այլն։ Մի դետալով չկա ոչ մի կապ, բայց կա հետեւյալ օրինաչափություն համագումարի տեսքով։ Ալեքսեյ Ֆիլատովը ռուս հոկեբան պրոֆայլեր հետաքրքիր հետազոտություններ անցկացրել, որի ժամանակ վերհանել էր գիտական ֆիզիոգնոմիկա հասկացությունը եւ միայն դա է աշխատող։ Ինչ է դա նշանակում։ Մենք գիտենք երկուսը իգական եւ արական, հա, կամ ֆեմինի եւ մասկուլինի, եթե մի քիչ էվոլյուցիոն ձևով անվանենք։ Վերջիներս ունեն, մենք գիտենք կամ ենթադրում ենք, որ կանայք եւ տղամարդիկ ունեն բնավորության տարբեր առանձնահատկություններ, հա։ Օրինակ համառությունը տղամարդուն է, հուզականությունը կնոջն է, ենթադրում ենք այդպեսի ու էվոլյուցիայով նույնպես հիմնավորված է։ Բայց հիմա չի փոփոխվել։ Փոփոխվել է անհատական աստիճանում։ Նույն կասեմ հիմա դա ինչ է նշանակում։ Այսինքն օրինակ կոպտությունը, համառությունը, համարձակությունը, կտրուկությունը, կռվարարությունը, կոնֆլիկտայնությունը, այդ ամեն ինչը արական որակներ են, իսկ հուզականությունը, ապրումակցումը, ներբազգացողությունը, նրբանկատությունը, համբերատարությունը կանացի, պայմանական ասած։ Կա նաև դեմքի ձևերի առանձնահատկություն, որոնք նույնպես բաժանվում են արական եւ իգական։ Օրինակ մեծ քիթը, արտահայտիչ քիթը իհարկե արական է։ Ինչի համար է պետք։ Ոնց է կարծում էվոլյուցիայի ժամանակ ինչու պիտի արական սեռը մեծ քիթ ունենար, բայց իգականին դա պետք չէր։ Եվ իհարկե ֆիզիկական գործողության հետ, ինչքան ֆիզիկական գործողությունը շատ է, շատ շնչառություն է, թթվածին է պետք եւ շնչառությունը ակտիվ պիտի լինի։ Այդ իսկ պատճառով արտահայտիչ ծնոտները կռվելու, դիմանալու, կծելու համար արականին էր հենց պետք, հա։ Այն քիթը որպեսի կարողանար շատ թթվածին մատակարարել, ներս ընկած փոքր աչքերը, որպեսի կռվի ընթացքում չվիրավորվեին, մեծ ճակատը, որպեսի կռվի ժամանակ ամուր մնար, կոշտ մաշկը, որպեսի արևից կամ այլ իրադարձություններից չվնասվեր։ Ճիշտ է, մազերի քիչ քանակությունը, նեղ շրթունքները, չարտահայտված այդ ոսկրերը, սրանք արական որակներ են։ Իսկ այնպիսի որակներ ինչպիսին են, օրինակ հաստ շրթունքները, մեծ աչքերը, փոքր ճակատը, վեր բարձրացած նեղ ունքերը, մեծ այդ ոսկրերը, փոքր ստորին ծնոտը, նուրբ մաշկը եւ գլխի մազածած սկույթի մեծ քանակությունը։ Սրանք իգական որակներ են, բայց սա սեռի հետ կապված չի։ Այսինքն մենք կարող ենք տեսնել արական սեռի ներկայացուցիչին, ունենա կանացի դիմագծեր եւ դա երաշխավորված վկայում է, որ իր վարքաձևի մեջ կա կնոջ բնորոշ վարքաձև, պայմանական ասած կնորոշ։ Օրինակ ինքը հուզական է, ինքը նրբազգաց է, ինքը համբերատար է, ինքը էմպաթիկ է։ Նույնիսկ հակառակ, այո։ Մենք տեսնում ենք կանանց, ովքեր ունեն ատլետիկ կառուցվածք, ֆիզիկապես ուժեղ կառուցվածք, արտահայտիչ ծնոտ, փոքր նեղ շրթունքներ, եւ մենք հասկանում ենք վերջինս ունի տղամարդկային որակներ։ Շատ ավելի դիսցիպլինային է, վերահսկող է, իշխանատենչ է, կոպիտ է, կտրուկ է, պրագմատիկ է, նրբազգաց չի, հուզական չի, ոչ թե արտահայտիչ, այլ դիմացինի հույզերը զգացող։ Միայն ֆիզիոգնոմիկայում սա է, որը պրոֆայլինգի մեջ շատ ակտիվ կերպով օգտագործվում է։ Գրիգորի, քանի որ խոսեցինք դավաճանություններից, ես կանանց աղջիկների կողմից շատ եմ լսում դժգոհություններ, նույնիսկ Ռուսաստանում օրենք է ընդունվել, որ կայքեջի միջոցով երևա տղամարդիկ ամուսնացած են, թե ոչ։ Հիմա Հայաստանում էլ եմ ես շատ լսում դժգոհություններ, որ ամուսնացած տղամարդիկ գնում են արտամուսնական կապերի ու ստում են, ասում են, որ ամուսնացած չեն։ Հիմա երիտասարդ աղջիկը կինը ինչպես հասկանա, որ իրեն խաբում են հենց սկզբում։ Ինչպեսի դիսկրիմինացիա, ինչի միայն տղամարդիկ։ Չգիտեմ, այլ ես դժգոհությունները դասել եմ կանանցից։ Գուցե տղամարդիկ գոհ են։ Բնականաբար դժվար թե տղամարդիկ ձեզ բողոքեն կանանցից, այնուամենայնիվ չգիտեմ նման հետազոտություն կա թե չէ, բայց կարծում հնարավոր է իհարկե արական սեռի քանակությունը առավել գերակայի կանանց նկատմամբ, այսինքն արտամուսնական հետաքրքրություններ ունենալով
Բայց այն իհարկե գոյություն ունի։ Ну հարցը ինչպես հասկանալ։ Ինչպես հասկանալ ու սկզբում։ Պրոֆայլինգը ուսումնասիրում է եւ մարդու տեսակները եւ վերջինիս կողմից փոխանցվող տեղեկատվության հավաստիության գնահատումը։ Շատ պայմանական ու պարզ ասած ստի բացահայտում։ Ինչպես բացահայտել սուտը։ Այն ինչպես կարող են։ Շատ պոպուլյար գրքեր կան Ալամպիզի ու նման հեղինակները գրում են գրքեր ոչ վերբալ վարքի մասին, բայց դրանք շատ մակերեսային են, դրանք խորքրին չեն։ Պրոֆայլինգ վարքի վերլուծություն իմանալու համար դու ոչ թե պիտի իմանաս ժեստի նշանակությունը, սենց արեց ուրեմն ստեց, հա, կամ սենց արեց ուրեմն ֆլիրտ է անում։ Այ դու պիտի իմանաս էվոլյուցիա, վարքաբանություն, էթոլոգիա, այսինքն մարդաբանություն, կենսաբանություն, անատոմիա, հոգեբանություն, սոցիոլոգիա։ Այսինքն սովորական կյանքում դա դժվար է շատ։ Պետք է ասես վերապատրաստում բարձրապես։ Իսկ հեշտ մեթոդներ չկան։ Չկան։ Ընդհանրապես գրեթե ոչ մի ոլորտում հեշտ մեթոդ չկա։ Մեր ուղեղը ցանկանում է արագ արդյունքներ, հեշտ մեթոդներ, բայց այդպես չի լինում։ Սովորաբար չի լինում կամ արդյունավետ չի։ Բայց գիտեք ինչ, օրինակ, եթե դասընթացը տևում է 100 ժամ, որ դու պիտի անցնես վերապատրաստում, դա տևում է 1 տարի կամ կես տարի, դու այսպես թե այնպես ապրելու ես այդ կես տարին։ Ճիշտ է։ Այսինքն, այսպես թե այնպես այդ ժամանակատվածը անցնելու է, եւ դու պարզապես պիտի լինես այդ կրթության ոլորտում, անցնես վերապատրաստումը ձեռք բերել։ Բայց մարդիկ չեն ուզում արագ դանդաղ արդյունք, չեն ուզում հիմնավորել։ Արագ հեշտ, որովհետեւ ուղեղը ծույլ օրգանիզմը խնայել։ Այ ենթադրենք ես ուզում եմ մարդկանց ճանաչել ավելի լավ, ենթադրենք բոլոր ոլորտում կլինի աշխատավայրում, կլինի անձնական կյանքում, ու գալիս եմ դասընթացի, նախքան նման դասընթացներ Հայաստանում թե ոչ, եւ երկրորդ հարցը մտավախություն ինձ մոտ կա, որ այդպես իմ կյանքը ավելի բարդանալի է, ոչ թե հեշտանալի է։ Եթե մեքենա վարում եք, սկզբից վարում եք, իհարկե այդ ամբողջ գործընթացը ստրեսային է, լարված է ու շատ էներգատար է։ Բայց երբ այն սովորում ես, իսկ դու սովորելու ես, եթե դա շարունակական կիրառես, անցնելու ինչ-որ մի փուլ դա դառնալու է մեքենայնացված, այսինքն անգիտակցաբար տեղի ունենալու ու քեզ օգնելու է կյանքում։ Նույնն էլ վարքի վերլուծությունը մարդկանց վարքը կանխատեսելու, կառավարելու ոլորտն է։ Դու սկզբից սովորում ես, հետո դա պրակտիկա ես ենթարկում, հետո անընդհատ ուշադրություն ես դարձնում, որից հետո դառնում է անգիտակցաբար, այսինքն ոչ կամացին կերպով ես դու ուշադրություն դարձնում, դա դառնում է սովորական ոլորտ։ Բայց շարունակելով պատասխանել ձեր նախորդ հարցին, որը բավականին հետաքրքիր է։ Պրոֆայլինգ հիմնականում փորձում է օրինակ ճանաչել մարդուն տեսքով, տեսակով ճանաչել, կազմել, հասկանալ, ճանաչել վերջինիս, որպեսզի կանխատեսես։ Եթե ճանաչես, ոնց կարող ես կանխատեսել։ Ճանաչելու համար կա երկու միջոց՝ անհատական պրոֆայլինգ, այսինքն անհատական հոգեբանական նկարագրի վերլուծություն։ Ես կոնկրետ հասկանամ տվյալ մարդը ինչից է վախենում, ինչով է հպարտանում, ինչ ցավեր ունի, ինչ դժվարություններ ունի, ինչից կախվածություն ունի, ինչն է իրեն զարմացնում, ինչով ինքը տարված, բնավորության ինչ գծեր, համոզմունքներ, արժեքներ եւ այլն, որովհետեւ դա է պայմանավորում իր վարքը։ Ճիշտ է։ Եթե ես այդ ամեն ինչը գիտեմ թե վարք ինչպես կանխատեսել ինչ որ իրավիճակում։ Այսինքն եթե ես գիտեմ մարդը համառ է, բծախնդիր, կասկածամիտ, ես գիտեմ, եթե ես գնամ նրա մոտ միանգամից առաջարկություն անելու, ինքը մեծ հավանականությամբ չի ընդունելու։ Ճիշտ է։ Որովհետև ինքը ուսումնասիրելու է, չի վստահելու, կասկածելու է, փորձել։ Հետևաբար ես պիտի ձեռնարկեմ ինչ-որ բան, որպեսզի առաջի անգամ ես առաջարկություն չունեմ, առաջի անգամ ինչ-որ ձևով հանդիպեմ, մտերմանանք, թեկուզ փողոցում պատահաբար։ Պատկերացրեք, պատահաբար տեսար, դու պատահաբար իբր պատահաբար ինչ-որ բան գցեցի, ինքը տվեց քեզ, շնորհակալություն հայտնեցի, ժպտացի, գնացիք։ Ես թվում էր միայն ֆիլմերում են նման բաներ։ Դա իրականանալի է։ Ու իրականանում է։ Երկրորդ անգամ երբ տեսնում ես, դուք արդեն մտերիմ եք։ Մարդու անգիտակցությունը վստահում է նրան, ով արդեն իսկ իր մեջ կա։ Այսինքն նախ մենք վստահում ենք հիմնականում 3 կատեգորիաներին՝ մեզ նմաններին, որը ովքեր յուրային են, որովհետև էվոլյուցիայի ժամանակ ով քո խմբում է հուսալի է, ով քո խմբից դուրս է վտանգավոր է։ Մենք վստահում ենք լիդերներին, հեղինակություններին, դրա համար գովազդների մեջ հեղինակություններ են, ինչ որ հայտնի մարդիկ են գովազդ անում, չնայած իրենք կապ չունեն այդ ոլորտի, բայց գովազդ են անում, եւ վստահում ենք էքսպերտներին, ովքեր համազգեստ են հագնում։ Հիմա, երբ մենք տեսնում ենք ինչ-որ մարդու, ով ինչ-որ ձևով մեր անգիտակցականում ասոցացվում է հիշողության հետ, մենք տեսել ենք, մենք իր հետ շփտացել ենք, ինչ-որ ձևով նման ենք, մենք վստահում ենք։ Երկրորդ հանդիպումը շատ ավելի հեշտ է։ Դրա համար բայց պետք է նախ հասկանալ իր անձի առանձնահատկությունը։ Եվ կարողանում ենք վերհանել մարդկանց ճանաչել, հասկանալ տեսակով։ Կան տեսակներ, դրան անվանում ենք հոգետեսակներ։ Դա ցուցադրական կամ հիստերոիդ հոգետեսակն է, էպիլեպտոիդ, շիզոիդ հոգետեսակն է եւ այլն։ Ու տերմինները պայմանական են։
Մենք գիտենք ամեն տեսակի նկարագիրը եւ գիտենք իրենց վարքը, իրենց արտաքին տեսքը, իրենց խոսքի առանձնահատկությունը, ձայնի առանձնահատկությունը, բնավորության գծեր եւ այլն։ Եվ եթե մենք զրույցի ժամանակ վերհանում ենք մի քանի նշան, փորձում ենք վերհանել կազմել իրենց հոգեբանական նկարագիրը եւ կանխատեսել վարքը։ Ձեր թվարկած մի քանի տեսակների համառոտ բնութագիր կարող եք տալ։ Իհարկե։ Ամեն հոգետես դրանք բոլորը ունեն նույն կրիտերիաները, նույն չափորոշիչները։ Այսինքն բոլորը ունեն բնավորության առանձնահատկությունը, մտածողության ձևը, խոսքի առանձնահատկությունը, արտաքին տեսքը եւ այլն։ Մեր հասարակությունը բնորոշ է երկու հոգետեսակ, շատ ավելի բնորոշ, շատ արտահայտված։ Դրանք կոչվում են պայմանական տերմիններով հիստերոիդ, ցուցադրական, հա, եւ էպիլեպտոիդ, բռնկուն։ Էպիլեպտոիդ հոգետեսակի ներկայացուցիչներն նրանք են, ովքեր սիրում են վերահսկողություն, ովքեր սիրում են ամեն ինչ տեղը լինի, դասավորված լինի, ճիշտ լինի, իրենք սիրում են պերֆեկցիոնիստական հակվածություն են, բռնկում են, իմպուլսիվ են, բռնկում են, կասկածամիտ են, ամեն ինչ պետք է իր տեղը դասավորված լինի, տագնապային առանձնահատկություն ունեն, եթե ինչ-որ բան պլանավորումից շեղվում է, իրենք շատ իմպուլսիվ հակազդում են, եթե ինչ-որ մի բան նյարդայնացնում իրենք նյարդակում են, կտրուկ հույզով պայթում են, բավականին պարտաճանաչ, պատասխանատու, դիսցիպլինային, նրանք հիմնականում, եթե դերասան են, նկարահանվում են այնպիսի ֆիլմերում, որտեղ մարտաֆիլմեր են։ Նրանք հիմնականում ծառայում են ուժային կառույցներում։ Դրանք ամեն օր լվանում են իրենց մեքենաները, կան չէ՞ մարդիկ, որ տեսնում եք անընդհատ մեքենաներ լվան, չեն հանդուրժում թափթփվածությունը, փոշին, կեղտոտվածությունը, իրենց սեղանը միշտ կամ դատարկ է, քիչ իրեր կան, որովհետև մինիմալիստ են, շատ ինֆորմացիան ազդում է իրենց նյարդերի վրա, ստրեսի առաջացնում եւ սիրում են եթե ինչ-որ իրեր կա դասավորված լինի։ Իրենց տանը իրենք տեր են տիրակալ են, չեն թողնում ինչ-որ բան շեղես։ Ու էպիլեպտոիդ ինչ են կոչվում էպիլեպտոիդ։ Վերցված է էպիլեպսիա տերմինից։ Էպիլեպսիայի ժամանակ երբ սկսում է այդ նոպան այսպես ասած դրսևորումը շատ կտրուկ է տեղի ունենում, եւ դրանից հետո անձը չի հիշում ինչ է եղել։ Էպիլեպտոիդ տեսակի մարդիկ երբ առաջանում է ներքին լարվածությունը, իրենք հույզը կուտակում են, չեն արտահայտվում, վերահսկում, պայթում են։ Դրանից հետո հանգստանում են ու կարծես անջատվում են իրականություն, չեն հիշում ինչ է տեղի ունեցել, եթե ուժգին աստիճանում է դրսևորում։ Եվ կա ցուցադրական հիստերիոիդ հոգետեսակի անձինք, ովքեր ինչ պիտի անես, եկեք միասին մտածենք Անջելա, ինչ պիտի անեք, որպեսզի դուք ուշադրություն գրավեք։ Ինչ է պետք արտաքինով, խոսքով, հագուստով, վարքով, տարածքի ձևավորմամբ։ Ինչ պետք է անեք, որպեսզի հեշտությամբ ուշադրություն գրավեք։ Դժվարան մազերը ինչպես պետք է լավ, մազերի կառուցվածքը։ Սովորական թե գունավոր։ Գունավոր։ Շպարը պիտի շատ լինի, թե քիչ լինի։ Շատ լինի։ Պիտի հագուստը մոնոտոն լինի, թե արտահայտում, ցայտում։ Եթե ուշադրությունը ուրեմն ցայտում։ Ժեստիկուլյացիան պիտի շատ լինի, թե քիչ լինի։ Շատ լինի, որ երևաց։ Ձայնը պիտի մոնոտոն լինի, թե երկիցիկ, բարձր։ Իրենք պիտի ցանկանան շփվեն, թե ոչ։ Ակտիվ լինեն, որպեսզի ցուցադրեն, ուշադրություն գրավեն եւ սեփական անձը էգոն բավարարեն։ Վերջինիս մենք անվանում ենք հիստերիոիդ հոգետեսակի ներկայացուցիչներ, ովքեր սիրում են բոլոր այն ոլորտը, որը կապված է ինքնաներկայացման հետ։ Դա կլինի շոու, հա, շոումենները, շատ դերասաններ, շատ հաղորդավարներ, շատ երգիչներ, երգչուհիներ, հատկապես պոպ ժանրի։ Հիստերիոիդ տեսակներ սիրում են մակերեսային արագ արդյունքներ, մակերեսային, որտեղ արագ տպավորություն են թողնելու, իրենց ուշադրություն են գրավելու, իրենց էգոն բավարարելու է եւ անցնելու են մյուսի, ինչը սիրում խորանալ։ Հասկացա։ Իսկ եթե վերցնենք օրինակ եվրոպական ինչ-որ զարգացած երկրում, էլի այս տեսակներն են, թե այլ տեսակներ էլ կան եւ ինչով է պայմանավորված, որ Հայաստանում ասացիք, որ մարդու հոգեբանությունը հիմնականում բաժանված է այս երկու տեսակի։ Իհարկե, ցանկացած հասարակության մեջ կան բոլոր հոգետեսակները, դրանք բաժանվում են դասակարգմամբ 8 հոգետեսակներ։ Մենք մեծամասնության մասին խոսեցինք։ Հիմնականում մեր երկու հոգետեսակը դոմինանտում է։ Իհարկե, Եվրոպայում եւ այլ մշակույթներում նույնպես կան, բայց ենթադրում եմ, որ ամեն մշակույթ, ամեն տարածաշրջան, ամեն միջավայր որոշակի մարտահրավեր է անձի գոյատևման համար, ադապտացման համար եւ այդ ադապտացման համար դու պիտի ունենաս որոշակի որակներ։ Հիմա եթե դուք ծնվում եք այնպիսի միջավայրում, որտեղ հուզական ջերմ, աջակցող, ապրումակցող, այսպիսի մթնոլորտ է, առողջ մթնոլորտ է, դուք կարիք ունեք ագրեսիվություն, վերահսկողություն, կասկածամտություն ձեռք բերելու։ Չունեք։ Հետևաբար միջավայրը եւ ընտանիքում։
եւ տարածաշրջանում, որտեղ դու ծնվել ես, պայմանավորվում է մեծ հավանականությամբ, թե դու ինչ առանձնահատկություն պիտի ունենաս, որպեսզի կարողանաս գոյատևել։ Սա սկսում է էվոլյուցիայից, եթե էվոլյուցիայի ժամանակ դու պիտի որս աներ, դու պիտի ունենայիր ֆիզիկական ուժեղ կառուցված, թե թույլ։ Ոնց է կարծում։ Ուժեղ։ Իհարկե ուժեղ։ Այսինքն եթե քո գործառույթը որս անելն էր կռիվն էր, դու պիտի հենց ունենայիր այդպիսի առանձնահատկություն։ Այսինքն քանի որ մենք անընդհատ ինչ որ պայքարների, պատերազմների մեջ ենք, Այո։ դա ձևավորել է մեզ մոտ բնավորություն, ագրեսիվություն։ Այո։ Սա ունի էվոլյուցիոն սկիզբ, բայց ենթադրվում է ամեն հասարակություն, ամեն էթնոս, ինչ պատմությամբ անցնում է, ինչ տարածաշրջանով անցնում է եւ ինչ խնդիր լուծում է իր գոյության համար, ադապտացվելու, գոյատևելու համար, իհարկե վերջինիս մեջ իր արխայիկ հատվածից, այսինքն հին էվոլյուցիոն հատվածից, որը մենք կոլեկտիվ անգիտակցականի մեջ չէ, ինչպես Յունգը կասեր, վերցնում է այն, ինչը անհրաժեշտ է այդ տարածաշրջանում ադապտացվելու համար։ Եթե մենք անցել ենք մշտական ստրեսի միջով, պատերազմներ, կռիվներ եւ մենք գտնվելով հատկապես լեռնային գոտում, որտեղ հարթավաճ չէր, հա, որտեղ գոյատևել էր պետք, որտեղ կռվել էր պետք, որտեղ պաշտպանվել էր պետք, իհարկե դու պիտի ունենայիր ֆիզիկապես ուժեղ կառուցվածք, ունենայիր որոշակի դիսցիպլինա, որոշակի ագրեսիվություն, կասկածամտություն, ցանուժողականության ցածր աստիճան, դիմացկունություն, կռվարություն, տաքայունություն, որը բավականին բնորոշ է մեզ։ Բայց վերջին ժամանակներում դա մեր ընդհանուր ազգի հոգի երթվածքի մեջ է գալիս։ Բայց վերջին ժամանակներում ունի պսիխիկան նաև այսպիսի պաշտպանական մեխանիզմ։ Այն փորձում է իրականությունից կտրվել։ Եթե ստրեսը շատ է, եթե դու չես կարողանում դրան ադապտացվել, դու նախընտրում ես կտրվել դրանից։ Հիստերոիդ հոգետեսակի առանձնահատկությունը սա ոչ միայն մարդուն է վերաբերվում, սա բնության հոգեբանություն է։ Օրինակ կակտուսը գտնում է մշտապես ստրեսային պայմաններում, ճիշտ է։ Տաք է իրեն կարող են ուտել եւ այլն եւ այլն։ Ռեսուրսները քիչ են, որովհետեւ մեն համար ռեսուրսները եւ հասանելիությունը նույնպես քիչ է։ Հետեւաբար կակտուսը պիտի ինչ լինի՝ կուտակող, դիմացկուն, ծակող, կուտակող, ամփերատար, ճիշտ է։ Սա մարդու մասին է նույնը խոսքը գնում։ Սրանք ադապտիվ վարքացեվեր են, որոնք ունեն եւ կենդանիները, եւ մարդիկ, եւ բույսերը։ Ձեր խոսքից հիշեցի, երբ որ երկրում ինչ որ պատերազմական վատ իրավիճակներ են լինում, շատերը համացանցում տեսանյութեր են տեղադրում եւ ասում են այ սահմանին այս վիճակն է, իսկ մարդիկ սրճարաններում են ժամանակ են անցկացնում, իրենց ժամանցին են տրամադրում իրենց ժամանակը, հենց այդ կուտակված ստրեսի մասին է դա խոսում։ Այո, անշուշտ սա ենթադրում է, որ դու չես կարող մշտապես լինել ստրեսի մեջ, հատկապես եթե ոչինչ չես անում։ Երբ պատերազմի մեջ ես գտնում, այդտեղ գործում է ֆիզիոլոգիական ստրես, այսինքն ինչ է ստրեսը, օրգանիզմի մոբիլիզացիան է փոփոխվող իրավիճակին, հատկապես անբարենպաստ իրավիճակին։ Այսինքն եթե դրսում շատ արագ է ինտենսիվությունը եւ անդադ վտանգավոր է, դու քո խորքային պաշտպանական էվոլյուցիոն մեխանիզմներից պիտի գործի դնես։ Այսինքն մոբիլիզացվի օրգանիզմը, սիրած այդ մշտապես արագ աշխատի, որը այժմ մատակարարի շնչառությունը տարագ լինի, որ թթվածի մատակարարի։ Եւ անդադ մոբիլիզացված, կենտրոնացած բացասականի սպասումով արագ հակազդելու ողջ մնալու անհրաժեշտությամբ։ Սա պատերազմի ժամանակ ֆիզիոլոգիական ստրես է։ Իսկ քաղաքում գտնվող անձը ֆիզիոլոգիական ստրես չի, ինքը կոնկրետ ֆիզիկապես գործելու խնդիր չունի։ Իր մեջ դիստրես է։ Այսինքն երբ կա բացասական ստրես, այդ կերպ ասած, երբ կա մշտական ինչ-որ սպառնալիք, բայց դու ոչինչ անել չես կարողանում, եւ քո մշտական այդ ճնշվածությունն է։ Եվ իհարկե դու չես կարող մնալ այս վիճակում պսիխոսոմատիկ հակազդումներ կունենաս։ Իհարկե դու պիտի ունենաս ցուցադրական հիստերիայի շեղող, սրվող ինչ-որ հակազդեցություն։ Այո, եւ ինչքան էլ պարադոքսալ կհնչի, բայց պատերազմական շրջանում պետք է քաղաքում, եթե դու գործում ես, ակտիվ լինի այդ ամեն ինչը։ Նախ տնտեսագիտական տեսանկյունից պիտի շրջանառություն կատարվի։ Նայեք, ստրեսի ժամանակ կա հակազդում, որը կոչվում է քարացում։ Այսինքն մարդը ստրեսի ժամանակ, նաև շատ կենդանիներ քարանում են, ոչինչ չեն անում։ Ֆիզիկապես կամ քարանում են, կամ պարզապես գումար չեն ծախսում։ Եթե վարքային առումով մարենք գումար չեն ծախսում, գումարը տնտեսում են, ոչինչ չեն անում։ Ստրեսի ժամանակ դու քարանում ես, որ ուշադրություն չգրավես գիշատչի։ Դա անգիտակցական հակազդում է։ Եթե այսպես տեղի ունենա պետության մեջ, այսինքն չշարժանարվի, գումարը ոչինչ աշխատանք չարվի, արժեք չստեղծվի, եկամուտ չի լինելու։ Այդ իսկ պատճառով դու պիտի ոչ թե ակտիվ լինես, դու պիտի այստեղ կրկնակի ակտիվ լինես։ Դու ոչ թե պիտի այստեղ դեպրեսիվ վիճակում լինես, հա, դու պիտի մոբիլիզացիոն վիճակում լինես։ Ոչ թե պիտի տխրես անընդհատ, դու պիտի ավելի շատ ուրախանաս, ոգևորես,
որ այսպես ասած էներգիա ստեղծի, որ աջակցի նաև աջակիցներին, մասնակիցներին, ովքեր պիտի վերադառնան նաև այդ նույն հասարակությունը։ Այսինքն այստեղ պիտի առողջ լինես դու, այլ ոչ թե անառողջանաս։ Իհարկե հասարակությունը անգիտակցորեն շատ-շատերը փորձում են այդպես սրճանում եւ այլն, որը նորմալ է, որքան էլ պարադոքսալ չի։ Սա արժեզրկման մասին չի խոսքը, որ արժեզրկում է մնացածին եւ այլն, դա պաշտոնական հակազդում է։ Շատ-շատերն էլ ինչ են քննադատում դա։ Մեղքի զգացումը հատկապես պատերազմական վիճակներում։ Սա սպეციფიկ հակազդում է տրավմատիկ իրավիճակին։ Օրինակ, մեքենայով գնում են 5 ընկերով։ Մեքենան վթարի է ենթարկվում, մեկը ողջ է մնում, մնացածը մահանում են։ Այդ մեկը ունենում է մեղքի զգացում, նույնիսկ եթե ինքը պատասխանատու չէր այդտեղ, որ մնացածը զոհվեցին, իմացան ինքը ողջ մնաց։ Հիմա այն քաղաքացին, ով այստեղ է պատերազմի այնտեղ է տեղի ունենում, ինքը այստեղ որ ինչ որ բան չի անում կամ չի կարողանում անել, ունի որոշակի մեղքի զգացում։ Եվ նա սկսում է այդ մեղքի զգացումը որպեսի հատուցել այդ անգիտակցական ագրեսիվ վերաբերմունքը, քննադատական վերաբերմունքը ուրիշին ուղղված։ Սա այդպիսի վարքային հակազդում է։ Մենք մի փոքր շեղվեցինք վարքի վերլուծությունից, բայց սա կոլեկտիվ վարքի հոգեբանություն է, սա ամբողջի հոգեբանություն է, որը նույնպես պրոֆայլինգը ուսումնասիրում է։ Եթե վերադառնանք ստին, ինչպես հասկանալ, որ մարդը ուրիշ բան է ասում, բայց իրականում ստում է քեզ, ի վնաս քեզ է գործում ու մանիպուլացնում է։ Ստի համար պատասխանատու է մարդու գլխուղեղի, այսպես ասած, կեղևը կամ գիտակցված հատվածը։ Սուտը միշտ նախ ինչ է սուտը։ Այն նպատակաուղղված գործողություն է, հաղորդակցման, ստելը հաղորդակցման մի մաս է, որի ժամանակ ստախոսը այնպիսի հաղորդակցություն է ուղարկում մյուս կողմից ստի զոհին, որը կամ չի համապատասխանում իրականությանը, կամ այն քողարկված է։ Այսինքն, եթե իմ ժամացույցը փչացած է, դուք ասում եք ժամը քանիսն է, ես նայում եմ ժամացույցին, չգիտեմ որ փչացած է, ասում եմ ժամը 2-ն է, ես չեմ ստում, որովհետև այստեղ միտում չկա։ Ես սխալվում եմ։ Եթե ես գիտեմ որ փչացած է ու ասում եմ, սա նպատակաուղղված իրականությունը կեղծում եմ, ճիշտ է, աղճատում եմ եւ իրականության չհամապատասխանող ինֆորմացիա ցույց տալիս։ Իսկ եթե օրինակ ես ինչ որ գործողություն չեմ արել, կողքին ես կատարել, դու ասեք ով ես գործողությունը կատարել, ես իմանամ, բայց չասեմ, սա էլ է սուտ, երբ թաքցնում եմ իրականություն, հա։ Սա ստելու այն նույնպես ադապտիվ մեխանիզմ է, որպեսզի կարողանան գոյատևենք։ Բնության մեջ միմիկրիան հենց այդ երևույթն է, երբ նմանակում ընդօրինակում են միջավայրին, իրավիճակին եւ այլն եւ այլն։ Հիմա ստելու ժամանակ առաջանում է օրգանիզմում ստրես, որովհետև մենք կարող ենք բացահայտվել, մեզ կարող են ստախոսի պիտակ կպցնել, այն խաղադրույքին չհամար ստում ենք, դա կարող է չեղարկվել եւ այլն։ Ստրեսի ժամանակ սկսում է օրգանիզմի դրսևորումները փոխվել ներսում եւ դրսում վարքային աստիճանում։ Այսինքն ներսում սիրտն է արագանում, ճնշումն է բարձրանում, կորտիզոլն է շատանում, շաքարն է շատանում, շնչառությունը փոխվում եւ այլն։ Իսկ դրսում սկսում են փոփոխություններ, ոչ վերբալ վարքը սկսում է այդ ձևով գործել։ Իհարկե մենք տեսնում ենք, որ դա սկսում է չհամապատասխանել խոսքին։ Այսինքն օրինակ դիմախաղի միջոցով, հույզերի միջոցով դա սկսում է անհամապատասխան հուզական, օրինակ եթե տխրության դիմախաղով ես ասեմ, ես շատ ինքնավստահ եմ, ցածր ձայնի տխրության, անհամապատասխան է, չէ՞։ Կամ եթե ես զայրույթով ես ասեմ, ես շատ կարևորում եմ ձեզ, զայրույթը չի համապատասխանում ձեզ կարևորելուն, հա, կամ իմ համար շատ կարևոր է ձեր հույզերը, իհարկե անհամապատասխան է, սա զայր կռվիտուն է։ Այսինքն ստատելու ժամանակ մենք տեսնում ենք խոսքի եւ ոչ խոսքային հատվածի դիմախաղ, ժեստիկուլյացիա, ձայնի առանձնահատկություն, կեցված անհամապատասխանություն։ Եթե ես ասում եմ օրինակ իմ համար խաղացությունը շատ կարևոր է, ու զայրույթի այս կռվելու ժեստն ենք անում, իհարկե սա խոսում է այն մասին, որ անհամապատասխանում է ու այստեղ ինչ որ մի բան այն չի։ Կամ եթե ես ասում եմ ինչպես մի քաղաքական գործ չի տեսա, ասեց մեզ համար ամենակարևորը արդարությունն է, ու ժեստիկուլյացիան է, գրողի ծոցը ուղարկելու ժեստիկուլյացիա։ Իհարկե չի համապատասխանում դա խոսքի, այսինքն արդարությունը կարևոր է։ Ներս պիտի բերես, առաջ պիտի գաս, պիտի համաձայնվես, բայց ինքը մերժեց։ Եվ այսպես օրինակ ստրեսի ընթացքում առաջանում է ոչ վերբալ փոփոխությունը դեմքի հատվածում։ Սկսում ենք հաճախակի շրթունքները սեղմել։ Ստրես։ Այս կլմանակն ենք իրականացնում, որովհետև երբ առաջանում է ստրես, օրգանիզմի արտաքին հատվածում հեղուկ զանգվածը քչանում է եւ բերանում առաջանում է չորություն։ Դրա համար կլման ակտն ենք իրականացում փոկորտը մաքրում ենք, աչքերն ենք սկսում հաճախակի թարթել, որովհետև չորանում է հատվածը, շատ ակնթարթային, հա։ Այսպիսի շարժումներ ենք անում, հա։ Այսպիսի շարժումներ ենք անում։ Չկա ստելու ունիվերսալ նշաններ, բայց կան նշաններ, որոնք վկայում են ստրեսի մասին, եւ մենք հասկանում ենք, ես իրեն հարց տվեցի, ու իր մոտ դրսևորվեց ստրեսի նշան։ Ես հարցս փոխեցի, այո, ինչու։ Ես հարցս փոխեցի,
իր մոտ դրսևորվեց սովորական վարք, ստրեսի նշաններ չկար։ Ես կրկին վերադարձի այդ հարցին, կրկին ստրեսի նշանները ավելացան։ Ինչու՞, ի՞նչ է տեղի ունենում։ Կա այնպիսի լեգենդ, որ կապում ես քթի, ուրեմն դա ստում ես կամ աչ վերևից նայում, դա ուրեմն չկան այդպիսի բաներ, չեն աշխատում։ Նրանք շատ կարճ, թեթևը, արագ այն մարդիկ, ովքեր արագ արդյունք են ուզում, այդ մարդկանց համար է փոքր քանակությամբ չի աշխատում դա։ Դու պիտի ունենաս ամբողջ անձի, ամբողջ մարմնի, ամբողջ անատոմիայի եւ էվոլյուցիայի առանձնահատկությունը, որ հիմա հասկանաս թե ինչ է տեղի ունենում։ Օրինակ, ինչու ենք մենք իրար բարևում։ Որտեղից է գալիս բարևելու ժեստը։ Կամ երբ ֆուտբոլիստը փորձում է գոլ խփել, գոլ չի կարողանում խփել, հա, շեղվում է, ինչու է գլուխը բռնում։ Ինչու ենք մենք ամոթի ժամանակ հակված էսպես անել կամ էսպես անել։ Կամ ինչի ընդհանրապես ամոթ ինչ նշանակություն ունի, կամ ինչու ենք հաճախ ներքև նայում մեղքի զգացման ժամանակ։ Այս նշանները մեզ չեն սովորեցրել, սրանք ունեն էվոլյուցիոն նշանակություն։ Իհարկե ամոթը այն զգացողությունն է, որ քեզ խմբից կարող են դուրս հանել։ Դա մեր մեջ առաջացած զգացողություն ցույցիչն է, այդ զգացողությունը, այդ դիսկոմֆորտը եւ մեղքի զգացումը, որ դու ինչ որ արած քեզ արել, որը խմբի կողմից չի ընդունվում, ու քեզ կարող են էվոլյուցիայի ժամանակ խմբից հանել, որտեղ դու իհարկե ողջ չես մնա։ Իսկ մեր կյանքում քեզ կարող են քո անձը խմբից հանել, հասարակությունից հանել, պարսավանքի ենթարկել եւ այլն։ Այդ դիսպաճառով առաջանում է մեղքի զգացում եւ ամոթի զգացում, իսկ մենք ինչ ենք ուզում անել այսպես անելով։ Թաքնվել աշխարհից, ծածկվել, չնկատվել։ Բայց երբեմն հակառակ ձևով է արտահայտվում, երբ որ մարդուն ասում ես այ դու սա ես արել, ինքը հակահարցակ է լինում։ Սա նույնպես պաշտպանիչ ստրեսային հակազդում է։ Ստրեսը դրսևորվում է 3 հակազդման ձևերով։ Քարացում, հարձակում, փախուստ։ Երբ շատ մարդիկ ինչ որ բան ունեն թաքցնելու եւ ուզում ես դու արդեն բացահայտես, դա մոտենում ես այդ կարեւոր ինֆորմացիային, ինքը կարող է կամ փախչել, ասել այստեղ գլուխը սավում է, լավ, միջավայրի չեմ ուզում խոսել այդ մասին, փախուստ։ Կամ ինչպես քաղաքական գործիչներն են ասում no comment, քարանում են, չեն մեկնաբանում, ոչինչ չեն անում, կամ հարձակվում են, քեզ մեղադրում են, մանիպուլյացիա են անում, հարձակվում են քեզ վրա, որպեսզի չգնաս հասնես կարևոր թեմային։ Սա նույն ստրեսային հարձակումն է։ Ամոթի ժամանակ դրսևորվում է ամոթի զգացողությունը եւ որակները։ Հայացքը հիմնական միջնում է ներքև, կողք է ուղղվում, որպեսզի ագրեսորի հետ դու կոնտակտի չընթարկես, չարերեսվես, վտանգը չտեսնես, անգիտակցական է։ Կամ մենք թաքցնում ենք, որպեսզի չտեսնենք, հա, եւ թաքնվենք, գլուխը ծածկում ենք, կամ մենք կարմրում ենք, ջայլամի էֆեկտը, որպեսզի չտեսնենք։ Բայց կարող ենք նաեւ հարձակվել, դա ագրեսիայի դրսևորումը։ Երբ մեզ հարց են տալիս, մենք հակահարց ենք տալիս։ Երբ մեզ հարց են տալիս, մենք մեղադրում ենք այդ հարցի համար դիմացինին։ Երբ մեզ օրինակին ասում են որտեղ էր, ես ասում եմ, ո՞նց կարաս դու տենց բաներ կասկածես ինձ։ Մանիպուլացնում են։ Այսինքն ամեն ինչ անում են, որ հարցին չպատասխանեմ։ Խոսքի միջոցով հնարավոր ստի բացահայտման ունիվերսալ միջոցը, երբ դիմացինը ամեն գնով հարցից չպատասխանում։ Ինքը կարող է քեզ մեղադրել։ Ինքը կարող է բողոքել, ասել գլուխը սավում է։ Հա, հիմա չխոսենք։ Ինքը կարող է ասել իրավիճակը օրինակ շատ աղմկոտ է։ Այսինքն ամեն ինչ կարող է վերել, որպեսզի քո հարցին չպատասխանեն։ Եվ երբ հարց եք տալիս ու ուղիղ հարցին պատասխան չկա, քաղաքական գործիչները վարպետ են այդ հարցում։ Դրանք պատասխանում են այն հարցին, որը իրենց է հարմար։ Քո ուղիղ հարցին չեն պատասխանում։ Դու պիտի վերադառնաս, հիշես, որ քո հարցին չեն պատասխանել։ Այդ հարցը կրկին տաս, եթե հասկանում ես չի պատասխանում, ուրեմն ինքը ինչ որ առաքություն ունի այստեղ։ Ուրեմն ինչ որ մի բան այն չի։ Եվ որի ժամանակ իհարկե դու կարող ես արդեն ավելի խորանալ այդ ուղղությամբ։ Գրիգորի, մենք խոսում ենք դիմացինին ճանաչելու մասին, բայց շատ հաճախ ինքներս մեզ չենք ճանաչում։ Ինչպես ճանաչել ինքդ քեզ, ինչքանով է դա կարևոր եւ ինչքանով կօգնի կյանքիդ ընթացքը ավելի լավ անցնելու հարցում։ Մեզ թվում է, որ դա պոպուլյար խոսքեր են ու շատ գեղեցիկ ռոմանտիզացնում են շատ բլոգերներ, հա, այսպես գեղեցիկ խոսքեր են ասում։ Սոկրատին են մեջ բերում, ճանաչիր ինքդ քեզ։ Իհարկե, դրանք այնքան խորքային են, որ դժվար է պատկերացնել։ Նախ որպեսզի ճանաչես ինքդ քեզ, դու պիտի ճանաչես կենսահոգեկան, կենսահոգեսոցիալական մեր օրգանիզմը։ Մարդը ինչ է։ Կենսահոգեբանական սոցիալական այն օրգանիզմ է, որը կարողանում է ներսում ինչ որ բաներ է տեղում դրսում մարդկանց մեջ, քո պսիխիկայի մեջ, հա։ Դու պիտի իմանաս ինչ է օրինակ հոգետրավման, հա, պսիխոտրավմա, ինչ է դա։ Ինչ է բնավորությունը, ինչ է արժեքը, ինչ է համոզմունքը, ինչ է հույզը, ինչ է տրամադրությունը, ինչ է պահանջմունքը։ Այս ամենը դու պիտի իմանաս, որ իմանաս մի րոպե ես
Ինչու եթե փողոցով քայլում եմ, անցնում եմ մի խումբ կանգնած մարդկանց կողքով, ու իրենք այդ պահին բարձր ծիծաղում են, ես ինչու եմ ված զգում։ Ինչի առաջանում տխրություն իմ մեջ կամ ճնշվածություն։ Սա հույզ է, չէ՞, դու պիտի ճանաչես։ Ես ոնց այդ իրավիճակը մեկնաբանեցի, որ ես ճնշվեցի, հա, հավանաբար մեկնաբանեցի, որ իմ վրա են ծիծաղել։ Իսկ դա համոզմունք է։ Ինչի ես ունեմ այդ համոզմունքը, որտեղից է եկել։ Միգուցե այն պատճառը, որ ծնողս հաճախակի ասել է, այդպես մի արա կծիծաղեն քո վրա, այդպես մի արա ամոթ է, հա, չի կարելի, անընդհատ ցույց է տվել, որ դու թույլ ես, սոցիումը ավելի ուժեղ է։ Եվ առաջացել է այդ ինքնասահմանափակող համոզմունքը։ Իսկ դա որտեղից է գալիս։ Միգուցե ես չբավարարված պահանջմունքներ ունեմ հոգետրավմայից առաջացած, կարևոր չեմ, պիտանի չեմ, ընդունելի չեմ, լսելի չեմ եւ այլն եւ այլն։ Դա որը գնում ենք մանկություն։ Հիմա պետք է այս խորքային ճանաչես, դա հենց այնպես խորհուրդ տալու միջոց չի։ Ուսումնասիրես ինքդ քեզ տվյալ իրավիճակում, ես ինչ զգացի։ Եթե ցանկանում ես խորքային ճանաչես քեզ, դու պիտի խորքային ճանաչես մարդու անձի կառուցվածքը, որ իմանաս ինչպես է լինում, ինչպիսին եմ ես։ Հա, ես դրանցից ինչ ունեմ։ Դա երբ դու ծնվում ես, երբ քո սկսում են կոնտակտի գնալ, այդ ժամանակ անձի ձևավորման նախաճիարներն է, մոտ 2.5 տարեկանում ձևավորում է անձը, գրում են որոշակի սցենարներ, ձեռք ես բերում պահանջմունքներ, դոմինանտողը, համոզմունքներ ու գծվում է, այսպես ասած, քո կյանքի ընթացքը, սցենարներ են ձևավորվում։ Այդ ամեն ինչը մենք չգիտենք։ Մենք չգիտենք, որ զանգում ենք մեր մտերիմին ու հեռախոսը չի պատասխանում, ինչ ենք անհանգստանում, որ միանգամից մեկնաբանում ենք, որ ինչ-որ մի վատ բան է եղել։ Մենք չգիտենք, հա, որ օրինակ մայրիկը ասել է փոքր ժամանակ կգնաս միայնակ, այդ համոզմունքը 30 տարի առաջ մինչև հիմա գործում է, դրա համար ես զանգում եմ օրինակ կնոջս չի պատասխանում, ես մտածում եմ մի վատ բան է եղել, որովհետև խորը անգիտակցականում գործում է, դու միայնակ ես մնալու։ Այդ իսկ պատճառով ես ցանկացած հնարավոր անորոշություն մեկնաբանում եմ կորուստով, որը կհամապատասխանի իմ նախնական համոզմունքին, վարկածին, ես միայնակ եմ մնալու։ Եթե ես չգիտեմ այսպիսի երևույթները, եթե ես չգիտեմ անձը ոնց է ձևավորվում, ես ինչ եմ կարող ճանաչել։ Դա խորհուրդ տալու աստիճանում չի, հա, ու դա շատ խորքային է, այդքան པարզ չի, մակերեսային չի։ Դա բլոգերների աստիճանի չի, որ սիրուն բլոգերները կարողանան սիրուն ձևավորել, հոգեբանությունից խոսել, լավ տպավորություն թողել, ուշադրություն գրավել, շատ լայքեր հավաքել։ Այդքան խորքային չի։ Ամեն մեկս մեր հոգեբանը չենք, ամեն մեկս էլ ինչ որ չափով հոգեբան չենք։ Դա գիտություն է բավականին խորքային, դու պիտի ուսումնասիրես տարիներ, երկար տարիներ, որ սկսես հասկանալ ինչ է տեղի ունենում ներսում, որովհետեւ դու սկզբից ուսումնասիրում ես, դեռ չես հասկանում։ Հետո դու հասկանում ես, հետո դու ստեղծագործում ես, այսինքն ներսից հասկանում ես ինչ է տեղի ունենում։ Խորքային ուսումնասիրում ես ինքդ քեզ, հասկանում ես դու ով ես, դու ինչ առանձնահատկություն ունես։ Հետո սկսում ես փոխել ինչը այո, այն ինչ կառուցողական չէ, այն ինչ չի նպաստում քո կյանքի որակի բարձրացմանը եւ առողջության պահպանմանը, իհարկե դրանք սկսում ես փոխել, որ այդքան հեշտ չի։ Մեր հաղորդման շրջանակներում ավանդույթ կա արդեն ձևավորված, որ հյուրերը խորհուրդ են տալիս այս պահին մեզ լսողներին եւ դիտողներին։ Այդ դուք ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կյանքի ճանապարհի դժվար этаպում։ Ես միշտ կտամ այն խորհուրդը, որ այս կյանքում ամենակարևորը ձեր անձն է։ Ձեր կյանքը իմաստավորված չի ձեր երեխայով, ձեր կնոջով, ձեր ամուսնով, ձեր ծնողով, ձեր աշխատանքով, ձեր հետաքրքրությամբ։ Ձեր կյանքի միակ իմաստը ապրելն է եւ դրա գլխավոր ներկայացուցիչը եւ դերակատարը իհարկե դուք եք։ Եթե դուք չես կարողանում արժևորել քո կյանքը, քո անձը, դու չես արժևորելու քո կյանքը, չես արժևորելու քո հարաբերությունները, չես արժևորելու քո գոյությունը։ Քո անձը միշտ ամենակարևորն է։ Դա ոչ թե պաթոլոգիկ էգոիստական առանձնահատկության մասին է, այլ որ դու գիտակցես, որ քո անձը սա ամենամեծ հարստությունն է, ամենամեծ արժեքն է, ամենամեծ առողջությունն է, որը էվոլյուցիայի ժամանակ միլիոնավոր տարիներով ձևորվել է եւ դու հիմա ունես։ Դրա համար իհարկե անհրաժեշտ է իմանալ քո անձը, իմանալ ոնց է այդ անձից սահմանները խախտվում ու իմանալ, որ դու միշտ իրավունք ունես ու անհրաժեշտ է քո սահմանները պահել, որովհետև քո անձը իրականում զգայուն եւ բավականին անգին, այսպես ասած, օրգանիզմ է, որը քեզ միշտ քո հետ է լինելու, քեզ աջակցելու է, եթե դու կարողանաս խնամես եւ ինքն է քո հետ ամբողջ կյանքը անցկացնելու։ Այդ իսկ պատճառով կարեւոր է ձեր անձը խնամեք այն, օգտարեք եւ ապրեք նրա հետ ձեր ամբողջ կյանքը։
Շնորհակալ եմ ինֆորմատիվ եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր կյանքի ճանապարհին հոկեբան, պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի հետ էինք բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։